Ծաղրանկարիչ Տիգրան Հակոբյանը հայտնվել է մեկ ուրիշ նկարչի ծաղրանկարում։ Հենց ինքը Տիգրանը կամ ինչպես ընկերներն են իրեն դիմում, Տիքսը ծաղրանկարչությամբ զբաղվում է մոտ 2010 թվականից։ Առաջին ծաղրանկարն արել է ակումբում մի ֆոտոնկարչի Դանիել Հովհաննիսյանին, ով Տիգրանին գրավել էր իր հետաքրքիր կերպարով։ Արդեն 2012-ին անհատական ցուցահանդեսի ժամանակ ցուցադրության բարձրացան հիմնականում հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների, քաղաքական գործիչների ծաղրանկարները, որոնք այցելուների դեմքին բացի ժպիտ բերելուց նաև իրեն ճանաչում բերեցին։ Տիքսը մի քիչ խանդոտ է իր նկարների նկատմամբ, բայց մարդկանց պարագայում արդեն զգացմունքները փոխվում են։ Մարդկանց չէ, գիտակցում եմ, որ այդ մարդիկ ի մեջ են, ամեն դեպքում ես չեմ ստեղծել այդ մարդկանց, երևի դրա հետ է կապված, մի քիչ ավելի հանդուրժող եմ։ Այդ նկարների հանդեպ իսկ սկզբից մինչև վերջ նկարները իմն են, դա համար ադդուշի խանդել, չտալիս, դաժե շատ ցուցահանդեսներ կան, որ օրիգինալ նկարները ուղղակի չեմ ուզում ներկայացնել։ Թվով արդեն 4-րդ հայրենիք ցուցահանդեսին ներկայացվեցին Տիգրանի մորն ու հայրենիքին նվիրված նկարները։ Իսկ թե ինչու մայր եւ հայրենիք միաժամանակ, պատասխանն առավել քան հստակ էր իր համար։ Իր հայրենիքն էլ մորից է հենց սկսվում։ Այստեղ հանդիպում ենք Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմից կադրերի, որոնց Տիգրանը նոր շունչ էր տվել իր վրձնով։ Արամի փողոցի քանդվող տանդիմաց նստած կնոջ փոքրիկ ոտաբոբիկ որփուկին, նաև հայրենիքի մի մաս կազմող Շահլ Ազնավուրին ու Տիգրան Մանսուրյանին, ով նաև իր մուսաներից մեկն է։ Տիգրանի հաջողություններից մեկն էլ իր գերագույն մուսը արդեն այցեքար դարձած եւ ինչպես ինքն է ասում, թալիսման դարձած եւ իր առջեւ մեծ դռներ բացած մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն է, ում նկարը տեսնելուց հետո Փարիզի պատկերասրահներից մեկը 15 նկար պահանջելով Տիգրանին հրավիրեց անձնական ցուցադրության, որից նկարիչն իհարկե չհրաժարվեց։ Ինչպես ինքն է ասում, օրը սկսվում է գրքերով ու ավարտվում երաժշտությամբ։ Տիգրանը չի վախենում կարծիքներից, հիմնավորված քննադատությունից։ Միայն թե մի քիչ կամակոր է պատվերների հարցում։ Հիմա երբ որ վերցնում եմ պատվերներ, չուզելով 1000-ից մեկը լինում, բայց լինում է որ պատվերներ եմ վերցնում, որ իմ սրտով չի, ու զուտ նրա համար որ դա կոչվում է պատվեր, ես չցանկանամ նկարել, ձգեմ, բայց վերջապես մի օր sense կարող պետք է մի 5 օրվա նկարը, որ պետք է նկարեմ, մի օրում այդ ամեն ինչը ավարտի հասցնեմ, որտեղ գիտեմ, որ պարտադիր պետք է այդ օրը հանձնել նկարը։ Չնայած նրան, որ Հայաստանից դուրս չի պատկերացնում իր կյանքը ու կարոտն է պատճառը եղել, որ Ֆրանսիայից ետ է վերադարձել հայրենիք, միևնույն է, պետք է մի որոշ ժամանակով լքի տուն է, ուսումը շարունակելու համար։ Տիգրանը լրիվ ստեղծագործական կյանքով է ապրում, թիթեռ փողկապներն էլ ապացույց։ Տիքսի թիթեռնիկները նկարների պես գունավոր են, դրական, թեթև։ Փողկապների համար ասում է, թե տղամարդու եսապահարանում ամենաբարի աքսեսուարներն են։ Կապ չունի, թե ինչ ես հագնում։ Անկամ եթե ոտքի գլուխսև ես հագել, կապում ես թիթեռնիկներից մեկն ու վերջ։ Արդեն ամեն ինչ բարի է։ Նկարչությունից մինչև թիթեռնիկ փողկապները ընդամենը մի քայլ է։ Տիգրանն էլ արել է այդ քայլն ու այժմ մեզ ոչինչ չի մնում անելու, բացի նրան նոր ու հետաքրքիր աքսեսուարներ պատրաստելու համար, ուսաներ ցանկանալը։